Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մարգարյան մեզ միանալու համար, վստահ եմ հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վերջի օրերի ձերբակալություններին, եւ մի թեմա կար, որի մասին շուրջ ձեզ հետ մի քանի առիթ ունեցել ենք զրուցելու, հիմա էլ առիթը կա, ինչու, որովհետեւ մարդիկ փաստորեն հանրապետական կուսակցության ներկայացուցիչները impeachment-ի այսպես կոչված այդ գործընթացը կապում են այս ձերբակալությունների հետ, ասում են, եթե impeachment-ի գործընթացը սկսենք, այս ձերբակալությունները կկանգնեն։ Իմ մոտ այս պնդումներից մի ենթադրություն է առաջանում, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորված են եւ Փաշինյանը ձերբակալություններով աջակցում է իրենց process-ին, որ իրենք էլ կարողանան հանրությանը ասել, որ եթե impeachment լինի, եթե չեք ուզում ձեզ ձերբակալեն, ապա ստիպեք, չգիտեմ, կամ սկսեք impeachment-ի գործընթաց։ Չնայած սրան, իհարկե կարելի է կարծել, որ impeachment-ը կապված գործընթացի սկիզբը կապված է ընդդիմության հետ, բայց այդպես չի, այս մարդիկ չեն կարողացել անգամ մեկ ԿՊԱ-կանի ԿՊ-ից հեռացվածների կամ միացնել իրենց գործընթացին, հա։ Դուք ինչ ենթադրություններ կամ տպավորություն եք ստանում, երբ Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ եթե չեք ուզում ձեզ ձերբակալեն, ապա միացեք մեր սկսած գործընթացին։ Շնորհակալություն, իհարկե տարօրինակ չի, որ սրանք ԿՊԱ-կաների հետևից չեն գնացել եւ նրանց քվեները չեն ստացել, դեռ մինչեւ ԿՊԱ-կաներ, ասենք այն 4 հատ, եթե չեմ անկախների խնդիրը կար, նրանք համեմատաբար ավելի այդպես պատգամավորների ընդդիմադիր եւ իշխանականների միջև են գտնվում, նրանց հետևից էլ չեն գնացել եւ այն չեն կարծում ընդհանրապես գնան, որովհետեւ ընդհանրապես նպատակը սկզբից էլ ես ասել եմ, շարունակում եմ պնդել, որ ընդհանրապես impeachment-ը չի եղել, որ հիմա փոխեն ձայներ, ստանալ ձայներ, հավաքել impeachment-ի գնալ։ Հիմնականում իրենց անհրաժեշտ են ընդդիմադիր հատկապես Հայաստան Դաշինքի ստորագրությունները, 28 ստորագրությունները իրենց տեխնացուի անվան տակ, ցանկացած զարգացման դեպքում դա պիտի դառնա իրենց համար հիմք, որպես իրենց տեխնացուին բերեն առաջ ներկայացնեն որպես միասնական տեխնացու, այս ամբողջ ընթացքում նպատակը դա է եղել։ Եվ այն որ դուք ասացիք, այո, հիմնականում այդպես է, ես էլ եմ սկսում կամաց մտածել, որ եթե այդ ձերբակալությունները ամեն կերպ փորձում են առավոտից գիշեր օրը մի քանի անգամ կրկնելով կապել, ասենք impeachment-ի գործընթացի հետ, գուցե տգիտությամբ են անում, չեն էլ հասկանում ինչ են անում։ Ես լավագույն դեպքում հետ եմ ուզում մտածել, որ տգետ են չեն հասկանում ինչ են անում, բայց եթե հասկանում են, ուրեմն ինչ որ ինչպես դուք ասացիք, շատ հստակ կերպով Նիկոլի կողմից աշխատանք կատարվում, որպեսզի եթե հիմա այս կերպով շանտաժի ենթարկելով պատգամավորներին նրանց մղել, որպեսզի գնան impeachment-ի, իսկ impeachment-ի ես մի անգամ այդ քանի առաջ գրել էի կապակցությամբ, հաջողության կապակցությամբ, վստահությամբ միայն մի դեպքում կարող է մարդ խոսալ, եթե ինքը ունենա գաղտնի պայմանավորվածություն Նիկոլ Փաշինյանի հետ, որ այդ գործընթացը 100%-ով հաջողության կգնա, որտեղ impeachment-ը միակ գործընթացն հակառակ այն բանի, որ իրենք են ուզում ներկայացնել, որի վրա Նիկոլ Փաշինյանը 100%-անոց վերահսկողություն ունի եւ ինչեւ ինքը չցանկանա պատգամավորները չեն կարողանալու այդպես ասած ձայն տան եւ ուրիշ վարչապետ ընտրեն։ Ճիշտ 2018 թվականի նման, երբ ասենք հանրապետական ապահովեց այդ մնացած ձայները, որոնք անհրաժեշտ էին Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու համար, հիմա Նիկոլը մոտապես նույն գործընթացի, նույն դիրքի մեջ է գտնվում, իրանից է կախված այդ ստորագրությունների ապահովումը, քանի այդ ստորագրությամբ ապահովի, որպես impeachment-ը հաջողության հասնի։ Միակ տարբերակ է դա impeachment-ի հաջողության, այլապես որևիցե տարբերակ ես չեմ կարծում լինի այս գործընթացի հաջողության համար։ Հետաբար իսկական իսկ ինչու չեք վստահում։ Ինչու չեք վստահում։ Գուցե իրականում Սերժ Սարգսյանը պայմանավորվածություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ եւ կարող է գործընթացը ավարտին հասցնել։ Այսինքն հիշում եք 2018-ին Միրան Պողոսյանն է սրա մասին խոսել, ԴՀԿ նախկին պետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ, ազգային ժողովի падգամավոր, որ ինքը Փաշինյանի օգտին քվեարկել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, այսինքն 2018-ին Սերժ Սարգսյանն է հորդորել իր թիմակիցներին ընտրել Փաշինյանին, գուցե հիմա էլ Փաշինյանը հորդորի ընտրել Սերժ Սարգսյանի թիմակիցին։ Ինչու է սա բացառում։
Ես շատ գուցե սխալ բացատրեցի միտքս, ես ասում եմ ուղղակիորեն այդ եմ ձեր ասածն եմ ես էլ նույնը ասում, այսինքն եթե այդքան իրենք վստահությամբ են խոսում, որ այս գործընթացը անպայման հաջողելու է, միայն պետք է ստորագրություն դնել, 100%-անոց պայմանավորվածություն պետք է ունենա, այսինքն այդ է խնդիրը, ուրիշ տարբերակ չկա այս գործընթացի հաջողության համար։ Եթե իրենք վստահությամբ են խոսում, այո, կարող է պատահի այդ գաղտնի պայմանավորվածությունը կա, իսկ եթե չկա, ուրեմն ես ասեմ, իրենք ընդհանրապես քաղաքականություն շատ բան չեն, ընդհանրապես ժողովրդին շեղելու, խաբելու նպատակ են հետապնդում, իրենց այդպես ասած արձակելու նպատակ ունեն այս գործընթացները։ Պարոն Մարկյան, վերջերս նաև ձերբակալվեց, հետո կալանավորվեց Հայ ազգի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը, մեծ հարգանքի արժանի մարդ եւ այստեղ էլ պիտի ոնց որ չեն կարող հեռանալ այդ թեմայից։ Մարդ, որը իր կենսագրությամբ որևէ քաղաքական ուժի պարտական չէ, իր փողերն աշխատել է դրսում, այսպես մեծագույն ծրագրեր է արել Հայաստանում, հա, ու միանգամից մեկ էլ հանրապետականը Սերժ Սարգսյանի թիմակիցները մարդիկ, ովքեր ժողովրդին պիտակավորում են, հա, ժեղ, չգիտեմ, հայանքներով են խոսում այդ մարդկանց մասին։ Սամվել Կարապետյանի նկարներն առած դուրս եկան փողոց։ Կարապետյանը հնարավորություն ունի հիմա էլ առանձին բևեր ձևավորելու, հա, բոլոր քաղաքական ուժերից սա կարծում եք արվում է ինչի համար։ Իրենք էլ լավ գիտեն, որ իրենք հանրության կողմից ընդունված չեն, այսինքն դուք կարծում եք սա միամտաբար է արվում իբրև թե Կարապետյանին օգնելու համար, թե դիտավորյալ, որպեսզի իր տեսքով քաղաքական կենտրոն Հայաստանի ներքաղաքական կյանքում չձևավորվի։ Հաստատ այդպես ասած օգնելու խնդիր այդ հարցում չկա, ընդհակառակը եթե նայեք, որտեղ եթե ես շատ եմ հետևում իրենց այդպես ասած Facebook-ում իրենց հետևորդներին, նրանց ովքեր իրենց շրջանակի մեջ են գտնվում, իրենք երկու խավով են աշխատում, այսինքն մի կողմը հիմնականում փորձում այդպես նկարներ բռնած ցույցերի մասնակցի, այսինքն այդպես ասած Սամվել Կարապետյան եւ այդպես ասած կանգնի թիկունքին, բայց միևնույն ժամանակ եթե մտնում եք Facebook-ում նայում եք հենց իրենց հավաքերից, իրենց կուսակցության շրջապատից որոշները շատ հստակ կերպով արդեն սկսել են քննադատել, որ այստեղ երկրորդ Իվանիշվիլի սարքելու հոտ է գալիս, պետք է ուրիշ վարչապետի հետևից սկսեցին այդպես այդ ձևով էլ առաջացի մի կողմից պաշտպանել, մի կողմից այդպես մտահոգություն հայտնել եւ քննադատել։ Շատ բարձր է, որ այստեղ անկեղծություն իրենց մեջ չկա։ Ես կարծեմ այդ օրվա այդ ալիքը բարձրացավ իրենց համար քաղաքական շոկ կազմակերպելու ինչ որ առիթ էր, այսինքն մտածեցին հիմա լավ առիթ է ժողովրդի այդ ալիքը, որ ստեղծվել է դրա վրա իրենք էլ բարձրանան եւ փորձեն ուրեմն դրանից ինչ որ բան շահեն, բայց գիտեք, այս մարդիկ թարպես միտեղ են քնում, որ ապահով լինի իրենց համար, այդպես վտանգ չսպառնա, հանկարծ չլինի իրանց պիտակավորել։ Հիմա եթե նայեք Երևանից ես չեմ տեսել միթե Բագրատ Սրբազանի նկար առնեն ձերքները կոչ անեն դուրս եկեք փողոց Բագրատ Սրբազանի համար ցույց անեն, որտեվ այդտեղ մի տեսակ այդ մեղադրանքները, որ հիմա Բագրատ Սրբազանին է հասցեագրվում, այդպես ասած կարևոր մեղադրանքներ են, մի տեսակ ծանր մեղադրանքներ, մեզ մարդիկ չեն ցանկանում որ անկած իրենց փոչին այդպեսի մի մեղադրանք գտնի, տեսնեք որ չեն էլ մոտենում ընդհանրապես Բագրատ Սրբազանի թեմային լուրումունջ կողքը կանգնած են, եթե չեմ սխալվում, նույնիսկ մա չգիտեմ դատարանի բակում են գիշեր կային թե չկային, եթե կային ոչ մեկը ոչ հարցազրույց են տվել, ոչ մեկը այդպես ասած իրենց ներկայությունը զգացնել են տվել։ Այդ ապա իսկ կարծեմ այս մարդկանց ամբողջ արած կեղծավորությունը օրվա այդպես ասած մտնոլորտից հոգուտ իրենց ինչ որ բան շահելն է եւ ձևակերպելն է։ Մի բան էլ կարծում եմ շատ ճիշտ է գրել հիմա իրանք դժբախտաբար ումի որ մոտենում են այդ մարդը սկսում է մի տեսակ այդպես ասած վարկաբեկվել, գուցե այդպիսով Սամվել Կարապետյանի նկարները բարձրացնելով նաեւ այդ մարդուն ինչ որ կերպով իրենց հետ կապելու եւ կապելու միջոցով բացասաբար այդ ազդելու նպատակ ունեին, որտեղ այդ վերջի շրջանում միանգամից Սամվել Կարապետյանը սկսավ Երևան եկավ, Նիկոլ Փաշինյանը սկսեց նրանից վախենալ, մի տեսակ կարծես մի այդպես մի հատ բևեռ ձևավորվելու իր շուրջը հույսեր առաջացավ, որ կարելի է գուցե այդտեղ ինչ-որ իշխանապողության բևեռ տեղից սկսի ձևավորվել եւ բնականաբար այդ նկարները բարձելով փորձեցին կապել իրենց մտածելով որ իրենց հետ կապող կապակցելով նաև կարող է ինչ-որ այդպես ասած այդ մարդու վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ։ Ես դրանում համոզված եմ, չգիտեմ գուցե ինչ որտեղ սխալվում ենք, բայց այնուամենայնիվ այլ տպավորություն չստացա, հատկապես որ Սամվել Կարապետյանը իրենց կարիքը չունի։ Եվ հատկապես որ եթե իրենք նկարներ բարձրացնելով կարող են մարդ ազատել բանտարկությունից, թող ազատեն Արմեն Աշոտյանին, Հանրապետական կուսակցության փոխնախագահային, հələ տեսնենք ինչքանով են էֆեկտիվ, բայց էֆեկտիվ է փոխարենը այն, որ Սամվել Կարապետյանի նկարները բարձրացնում են հանրապետական երիտասարդներ,
որոնք այսինքն համացանցում հայտնի են սեռական բնույթի հայանքներ տալով, տարբեր գործիչների թիրախավորելով, այսինքն հիմա այդ գործիչները, նրանց աջակիցները, բան պիտի կարծեմ, որ այս հայախոսներն են Սամվել Կարապետյանի հենարանը, ես կարծում այդպես չի, Սամվել Կարապետյանը նաև իրենց ընտանիքի կողմից այդ փաստաբանական խմբերը, որ ձևավորվեցին, եթե դուք նկատեցիք, որևէ փաստաբան չկա, որը փոխկապակցված էր Սերժ Սարգսյանի հետ, այսինքն այդ մարդիկ էլ են հասկանում, որ այս քաղաքական շրջանակ իրենց համար խնդիր է, որտեղ հիմա ոչ որևէ վատություն չեն արել հայ հասարակությանը, բացի լավությունից հիմա պարզվում է, որ կարող են հայտնվել Սերժ Սարգսյանի եւ իր թիմի առածների պատասխանատվության տակ։ Հիմա գանք Նիկոլ Փաշինյանին, ոնց որ ասում են, գանք մեր ոչխարներին, ինչ է ուզում այս ձերբակալություններով, այս հայտարարություններով, հայտնի ֆիլմում ասում են, խայտարակվեցինք աշխարհով մեկ։ Երեք Եվրոնյուզը տվել էր հաղորդագրություն վերնագրով, որ Փաշինյանը իր սեռական օրգանը ցանկացել է ցույց տալ եկեղեցու առաջնորդին։ Ես ներողություն եմ խնդրում այս տողերը կրկնելու համար, բայց սա անթույլատրելի բան է, ասում աշխարհով մենք դարձանք ծաղրի առարկա։ Մարդիկ տեսնում են, որ այս փողոցային խուժանի վարքագիծ ունեցողը հայ ժողովրդի եւ հայաստանցիների վարչապետն է, ես չգիտեմ, ել մեր մասին ինչ է։ Եթե մտածում են, որ սա այս մարդկանց առաջին դեմքն է, բա որ երկրորդ, երրորդ ու 1000-րդ ու 3 միլիոներորդ դեմքին տեսնենք ինչ են դելու։ Երևի թե այն մյուս դեմքները արդեն հոգևորականներին առաջարկեն սեռական օրգաններով չափվել։ Այս մակարդակի իջնենք։ Խնդրեմ։ Գիտեք, այդ գրառումները, որ ինքը կատարում այդ պահվածքը, այդ վերաբերմունքը, որ ունի այս քայլերը, որ վերջին օրերին, այդպես ասած, դիմաձերբակալություններ, գրառումներ, բան, ես կարծում եմ հիմնականում, չեմ ասում ինքը հոգեկան իվան չունի, այդ բանը չեմ ուզում ասել, այսինքն այդ հոգեխանգանունքից, բայց լուրջ մտահոգությունների վկայությունն է, որ իր մոտ գոյություն ունի։ Ես կարծում եմ ինքը շատ լավ զգացել է, որ իր իշխանության ավարտը մոտենում է եւ այլևս վերարտադրվելու կամ շանս չունի եւ զգում է, որ աթոռի տակից գնում է, բայց միևնույն ժամանակ չգիտի որտեղից է գնում, ով այդ աթոռը քաշող, տարբեր կողմերից այդպես ասած հավակնություններ կան, մեկը իմպիչմենտ է սկսում, մեկը ասում 2026 թվականի ընտրություններին եմ սպասում, եկեղեցին այլ կերպ այսպես ասած իր ծրագիր ներկայացնում, միանգամից Սամվել Կարապետյանն է իջնում մեջտեղ հայտարարություններ անում, տարբեր կողմերից զգում է իր դեմ հարվածներ կան եւ այդպես ասած նման մեկ իրավիճակում, անել վիճակում հայտնված մարդու պահվածք է, ես կարծում եմ այդ գրառումները, որ կատարում է, այդպես ասած հոգեխանգարումքի պայմաններում ինչ որ գրառում անում է, հետո մնում է այդ գրառման տակ, հետո պիտի փորձի այդ կատարած գրառումը մի տեսակ արդարացնել, միջոցներ ձեռնարկել, որոշների դեպքում կարողանում է, որոշների դեպքում չի կարողանում։ Օրինակի համար եկեղեցու դեպքում ես կարծում եմ առավելագույնը, որ կարող է անել այս փուլում, հենց էսա, որ մինչև այստեղ արել է, սրանից ավելի առաջ ինքը չի գնալու եւ չի էլ կարող գնալ, այսինքն գործնական քայլերի հնարավորություն չունի։ Եկեղեցին այն կառույցը չի, որ ասենք կոմսարկրոնության հարցը կամ այդ եկեղեցու ներքին այդ խնդիրները որ կան, մի բան չի, որ Հայաստանի օրենսդրությամբ կարգավորվեն, այսինքն չի կարող դատախազի հրահանգի դու գնա, ես ինչ գիտեմ, վաղապարի դեմ կուսակրոնության ուխտը դրժելու պատճառով քրական գործ հարուցի, հետո քննչական կոմիտեն գնա քննություններ սկսի դատարանը տալի կալանքի, այդպիսի բան բացառված է, զրո հնարավորություն կա, չի կարող անի։ Միևնույն ժամանակ, ասենք, այդ խոսակցություններն էլ, որ կա, որ բանդիտատար խմբեր կազմի, քարսակվի բանկանի, ես չեմ կարծում այդ ճանապարհով էլ գնա։ Երեկվա այդ հայտարարությունը իսկապես ինձ համար ծիծաղել էր, որ 168 տարածվեց, հետո սկզբից էլ գիտենք, որ այդպեսի բան տեղի չունենալու, Նիկոլը հիմար չի, այդ քայլի չի գնալու, որտեղ գիտի որևէ աջակցություն չի ստանալու։ 2018 թվականին եթե հիշեք իշխանափոխությունից հետո, երբ ամենաբարձր էյֆորիան գոյություն ուներ այդպես հեղափոխության, Նիկոլի ռեյտինգը ամենաբարձր տեղում էր գտնվում, փորձեցին մի խումբ մարդիկ ներխուժել ֆիզիկապես վեհարան, մի քանի ժամով քամորով գրավեցին վեհարանը, նույնիսկ դուրս չէին գնում, բայց տեսա ոչ մի նույնիսկ այն օրվա պայմաններում հանրային աջակցություն չգտան, պարզավոր այսօր հանրային աջակցություն չեն գտնելու եւ ոչ էլ տեղ չեն հասնելու։ Հետաբար տեսեք Նիկոլը առավելագույն է ցինիկ բաներն է մնում, գրառումներն է կատարում իրեն, մնում իրեն, որ գրառումները կատարելով դրանով փորձի ինչ-որ բան անել, բայց կողմնակիորեն հիմա ուրիշ ուղղությամբ խնդիր առաջ տանում,
տեսնում օրինակ այդ կուսակցության այդ հարցերը թեմա դարձնելով չի կարող որպես գործնական քայլի դիմել եկեղեցու դեմ։ Հիմա Բագրատ Սրբազանի դեմ այս արշավը սկսելով փորձում մի տեսակ եկեղեցուն ներկաշել քաղաքական իշխանափոխության, այսպես հեղաշրջման թեմաների մեջ, այդ կապակցությամբ ուրիշ հարցով գուցե քրեական գործեր հարուցի հոգևորականների դեմ, եկեղեցու դեմ փորձի այդպիսով նրանց ուրեմն ճնշման տակ դնել։ Հիմա եկեղեցու Բագրատ Սրբազանի դեմ կամ Սամվել Կարապետյանի դեմ տեսնում են գործնական միջոցներն ունի, քրեական գործերը հարուցում կանոնավորում, բայց ասենք եկեղեցու դեմ դա չի կարողանում անել եւ մի տեսակ ուրեմն մնում այդ հայտարարություն տակ։ Սամվել Կարապետյանին էլ կարծեմ մոտավորապես հենց նույնն էր, եթե հիշեք ինչ որ հայտարարություն արեց Սամվել Կարապետյանը, Նիկոլն էլ ամենապես այդ հայտարարությունը դե չեմ սխալվում ազգային ժողովի նիստի ժամանակ էր ընթերցեց, հենց տեղի վրա պատասխանեց եւ հետո մնաց պատասխանի տակ, հետո պիտի փորձեր շարունակել այդ ամեն ինչը գնացին սկսեցին սիստեմ տաշիրի տարբեր կառույցներ, այդպես ասած ման գալիս որ բաներ գտնել, փակել, հեծի հետևից են իմ անգել, ամեն կերպ Նիկոլի կատարած այդ հայտարարությունը փորձում են դրա համար մեղադրանքներով ինչ-որ արդարացումներ գտնել։ Ես կարծում եմ հիմնականում նպատակը սա է, մարդը որ տեսնում է իշխանությունը իր տակից գնում է եւ չգիտի որտեղից է գնում, փորձում է ամեն կողմ այսպես հարվածները հասցնում, հույս ունենալով որ այդ հարվածներից մեկը որ հասցնում է, հիմա թիրախին կկպնի, դրանով կկարողանա այսպես ասած աթոռը մի քիչ ամրացնել իր տակում։ Պարոն Արքալյան, ես փորձեցի թեման մի քիչ շեղել, բայց էլի ոնց որ վերադարձանք նույն բանը, ինչ առումով։ Եկեղեցին իրեն պահում է այնպես ինչպես պիտի պահի մարդ, որը չի ուզում մտնել ցածրակարգ բանավեճի մեջ, այսինքն ղալմաղալի մեջ, ժողովրդի խոսքով ասած։ Չի մտնում Փաշինյանի այս որակի քննարկումների մեջ եւ կարծում ճիշտը դա է։ Այստեղ կարծում համաձայն ենք։ Բայց կա երկու խումբ, որը եկեղեցուն ուզում է ներքաշել կոնֆլիկտի մեջ։ Նիկոլ Փաշինյանը, որը բան է անում, հրահրում է, եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները, այս առումով է ասում, էլի վերադարձանք այդտեղ։ Ասենք մեկը եկեղեցու փոխարեն հայտարարում է, ես ընդունում եմ պատերազմը, չգիտեմ, արյուն պիտի թափվի, պատրաստ ենք արյուն թափել, այսպեսի հայտարարությամբ։ Մյուսը հայտարարում է, թե հեսա վեհարանը գրավելու են, հասեք։ Այն մի խումբը հասնում է այնտեղ բանը, հայտարարում է, թույլ չենք տալու, բան Նիկոլ Փաշինյանը մտնի այստեղ։ Ախպեր, եթե կարողանում եք թույլ չտալ, բա թույլ չտայիք Արցախը հանձնել, բա էդի կարող եք, չէ՞ թույլ չտալ։ Բա թույլ չտայիք, եթե տես թույլ չտվողների։ Այս վարքագիծը ինձ հուշում է կարծում շատերին նաև, որ եկեղեցուն կոնֆլիկտի մեջ ներքաշելու երկու կողմ կա՝ Փաշինյան եւ Սերժ Սարգսյան ու իր թիմը։ Սրա մասին նաև արձանագրում էր արել վերլուծաբան Արգիշտին Կիվիրյան, որ առնվազն տպավորությունը այդպեսին է, որովհետև կներեք ժողովուրդ, եթե եկեղեցին պաշտպանության կարիք ունենա, վեհապարը ձևը կիմանա դիմելու ժողովրդին կամ ասելու մենք ունենք պաշտպանության կարիք, կամ մարդիկ իրենք կգնան։ Ինչու են այս քաղաքական շրջանակները, որոնք հարում են Սերժ Սարգսյանին, ոնց որ Նիկոլի տված պասը փոխանցումը բռնում են եւ խոսում են արյունահեղությունից, պատրաստ ենք արյուն թափել, չգիտեմ, պատրաստ ենք մենք ընդունում ենք պատերազմի մարտահրավերը ու հետնել ձևակերպում են, ասում Նիկոլ Փաշինյանը ուզում է քաղաքացիական պատերազմ, դա աղետ կլինի մեզ համար, բայց մենք ընդունում ենք այդ մարտահրավերը։ Ընդունում եք, սիրելի տղաներ եւ աղջիկներ, գնացեք ու ընդունեք Մելիք Ադամյանում, դուք Նիկոլ Փաշինյանի հակառակ փողոցում եք գտնում։ Պարտադիր չի արյուն թափեք եկեղեցու բակում ու պախարակեք հայ առաքելական սուրբ եկեղեցին, գնացեք արյուն եք ուզում թափեք։ Մելիք Ադամյանի մի կողմում դուք եք, մի կողմում Նիկոլն է։ Ինձ թվում է կարող եք այդտեղ հանդիպում կազմակերպել ու ում արյուն ուզում եք թափեք։ Նախ այդ մարդիկ այդպես բաներ չեմ կարծում կարողություն ունենան կամ նույնիսկ ցանկություն ունենան, այդ մակարդակի չեն այդ մարդիկ, որ այդ տեսակ քայլերի փորձեն գնալ, այն խոսքերն է իրենց մոտ մենակ մեծ հայտարարություններ անելն է։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, ես կարծում եմ վեհապարի եւ եկեղեցու դիրքորոշում, ինչեւ այս պահը եղել է ամենաճիշտ դիրքորոշումը, նրանք մնացել են իրենց բարձունքի վրա եւ հակառակ նրան, որ Նիկոլը փորձում էր նրանց վայր իջեցնել իր մակարդակին եւ քաշել հիմար եւ ցինիկ բանավեճի մեջ, չի իջել եկեղեցի, որտեղ այն պահից, երբ որ վեհապարը եւ մյուսները իջնեն այդ մակարդակի եւ մտնեն այդ բանավեճի մեջ, հետո Նիկոլը կարող է ամեն ինչը շարունակել իր ուղղությամբ, իր խաղի կանոններով, խաղի կանոններ թելադրել։ Հետաբար ես կարծում եմ վեհապարը շատ ճիշտ է վերաբերվել, չի պատասխանել եկեղեցին, շատ չափավոր է եղել իր որոշումների մեջ եւ ամենաճիշտ դիրքորոշումն է, բայց հիմա ավելի պես ասած ավելի ներքևում գտնվող հոգեվորականների միջոցով պատասխանները արդեն բնականաբար հնչեցվում են։ Բայց հիմա ես մի հատ հետարքի փաստ եմ ուզում արձանագրել։ Անցած երկու շաբաթվա ընթացքում
երկու հանդիպում ա եղել։ Նախ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Վահապարի մոտ, եթե հիշեք հանդիպման, իսկ եթե չեմ սխալվում, 3 էր Վահապարը գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ հանդիպման։ Չեմ կարծում Վահապարը այնքան պարապա սուրճ խմելու ա գնում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նստել օրվա քաղաքական հարցերով զրուցել։ Բացառված է այդպիսի բան, այսինքն մտահոգությունից ելնելով, այդ ամենի միջից հիմա ինչու Լևոն Տեր-Պետրոսյանին են ընտրել կամ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ մեջտեղը։ Ես կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը այստեղ սուրհանդակի դեր ա կատարում, պատգամներ բերել տանելու խնդիր ա կատարում այդ իմաստով, եւ հաստատ Նիկոլ Փաշինյանի սուրհանդակը չի այս հարցում, այդ որ կարող ենք վստահենք այդ գրառումներից, որ Նիկոլի մա կատարում է, շատ հստակ է, որ ես կարծում եմ Նիկոլի սուրհանդակը չի, բայց հաշվի առնելով վերջի շրջանի մտերմությունները, որ կա Լևոն Տեր-Պետրոսյանի եւ նաեւ ասենք հանրապետականների եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների եւ աջակիցների միջեւ, տեսնում ենք արդեն լրատվական դաշտում կամ բոլոր հարցերում մի տեսակ կարծես դաշի գոյություն ունի գուցե թեկունքում այս երկու քաղաքական ուժերի մեջ։ Ես կարծում եմ, պիտի հավատամ, որ այդ սուրհանդակի դերը Լևոն Տեր-Պետրոսյանը կատարում է հենց ձեր ասած, ասենք Սերժ Սարգսյանի կամ հանրապետականների համար, եւ եկեղեցու, այսպես ասած, այս խնդրի մեջ ներքաշելու ինչ որ փորձեր են կատարում Լևոն Տեր-Պետրոսյանի միջնորդությամբ գնալ Վահապարին, այսպես ասած, փորձել Վահապարին ասել ինչ անի, որ կա ներքաշվի, բայց կարծում եմ Վահապարը չի տրվել այդ սատրանքներին, չի ներքաշվել։ Հիմա երեք չգիտեմ, իմ այդ վերափոխադարձ այցելության ժամանակ ինչ ա քննարկվել, գուցե Վահապարն է սակամ գնացել ասել, որ վերջ տվեք այս խաղին կամ սրանից ավել մի շարունակեք, որտեղ լավ տեղ չի տանելու, դուք եք այս ամեն ինչի հարցում վնասվելու։ Ես ուրիշ, այդպես ասած, այդ հանդիպումներից բան չեմ կարող պատկերացնել, ես կարծում եմ ասպատեն բացատրեցի ձեր ասածները, կարծում եմ շատ ճիշտ է, որ հիմնականում փորձ է կատարվում եկեղեցուն, այդպես ասած, միջոց ծառայեցնելով ինչ-որ ժողովրդային ընդվզում առաջացնել, ինչպես իրանք են սիրում ասել, փողոց եռացնել, որը չի ստացվում իրենց մոտ։ Տարբեր միջոցներ իրենք այս շատերը երբեմն ծիծաղով են նայում, պես գրում են, բայց ես ուղղակի այն բանին, որ ասում եմ, հավատացած եմ, փորձեցին դոգի միջոցով անել, չհաջողեցին, հետո տարբեր փուլերում հիմա եթե նայեք վերջինս մի քանի ամսվա ընթացքում փետրվարից հետո որ impeachment-ի զրույց առաջացել է, նայեք, մի քանի այսպիսի տարբեր փորձեր կատարվել է փողոց եռացնելու, իրենց մոտ չի ստացվում, վերջին հույսը որ ունեն գուցե եկեղեցին է որպես կառույց, որը ժողովրդի հետ ուղղակի առնչություն ունի, ժողովուրդը եկեղեցուն վստահում է, եթե եկեղեցու կողմից կոչ ընչի, գուցե ժողովուրդը գա փողոց, բայց կարծում եմ եկեղեցին որից է պատճառ չի տեսնում գնալ կանգնել որից է քաղաքական ուժի կողքին, որը կարծում եմ ինքն էլ հասկանում է, որ այս պահին համակրանք չունի ժողովրդի կողմից կամ ժողովրդի չի ցանկանում նրա վերադարձը կամ եթե ցանկանար առանձին ընտրությունների ժամանակ այդ ցանկությունը դրսևորված կլիներ։ Հետաբար իսկ կարծում եմ, այո, փորձ է կատարվում ներքաշել եկեղեցուն, բայց բարեբախտաբար միջև այս պահը ես կարծում եմ եկեղեցին չի ներքաշվել այս խաղի մեջ։ Պարոն Արքան, մեկ այլ դրվագ կա, որը եւս խոսում է այն մասին, որ առնվազն եթե ոչ հանդիպումների միջոցով, այսպես անուղղակի կերպով համագործակցություն կա Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Վերջին շրջանի հարցումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն հասել է հատակին։ Մյուս կողմից բավական ամրացել է, ասենք, օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի դիրքերը, հա, եւ ռուսական կողմնորոշում ունեցող ուժերի դիրքերը, եւ որ ամենակարևորն է, այս ուժերի նկատմամբ հակավարկանիշն է նվազել եւ բարձրացել է Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ հակավարկանիշը։ Եվ այս իրավիճակում, երբ որ նաեւ հրապարակումներ եղան, որ Ռուսաստանում փոխվել են որոշումներ կայացնողներ Հայաստանի մասով եւ առավել ուշադիր են լինելու այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հա, Արամ Գաբրելյանովը, Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը, հրապարակում է տեղեկատվություն, որ Միքայել Մինասյանը, Սերժ Սարգսյանի փեսան, ամեն բան անում է, որ կարողանա Սերժ Սարգսյանի համար հանդիպում կազմակերպել Մոսկվայում, որևէ իշխանական շրջանակում, եւ այս ֆոնին հələ հիշենք, որ Սերժ Սարգսյանի վրա կա քաղաքից երկրից չբացակայելու պարտավորություն դատարանով։ Եվ Արամ Գաբրելյանովի գրված նյութի տեղեկատվության ֆոնին դատարանը, Նիկոլ Փաշինյանի դատարանը որոշում է Սերժ Սարգսյանի վրայից երկիրը չլքելու պարտավորությունը հանել, այսինքն թույլ տալ, որ ինքը գնա եւ հանդիպումներ ունենա դրսում, այո։ Սրանք չեն կարող փոխկապակցված, այսինքն ոնց եղավ, որ Նիկոլ Փաշինյանի դատարանը, որը հետապնդում էր Սերժ Սարգսյանին, որոշեց թույլ տալ նրան երկրից դուրս գալ այն ժամանակ, երբ
Միքայել Մինասյանը Մոսկվայում փորձում է իր համար հանդիպումներ կազմակերպել։ Այս ինչ պատահական բաներ են լինում։ Սա մեկ եւ երկրորդը կա այսպիսի վարկած, որ Սերժ Սարգսյանը նաև այս վարչապետի տեխնացուի առաջադրմամբ փորձում է ռուսներին համոզել, որ դաշտում միակ խաղացողը ինքն է, որ ինքը կարող է փոխել Նիկոլ Փաշինյանին, որ Ռոբերտ Քոչարյանը խաղից դուրս է, չնայած դա այդպես չի, որ Սամվել Կարապետյանը արդեն բանտարկված է, իր վրա հույս մի դրեք, որ եկեղեցին կոտրված է, հա, չի կարողանա դիմադրել, միակ դիմադրող ուժը ես եմ, ես կարող եմ փոխել, եւ ըստ այդ վերլուծությունների Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը պետք է նաև Նիկոլ Փաշինյանին, որովհետև Փաշինյանը հասկանում է, որ հիմա ուժեղանում է մի բևեր, հա, արդեն անուններ տվեցի, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ չեն պայմանավորվելու եւ Նիկոլ Փաշինյանին իշխանություն չեն հանձնել, այսինքն անվտանգության առումով Նիկոլ Փաշինյանն ավելի անվտանգ կզգա, եթե Սերժ Սարգսյանի, եթե հանձնելու բան կա իշխանություն, ապա հանձնի Սերժ Սարգսյանի առաջարկած մարդկանց կամ հենց իրեն։ Այս մասով ինչ կասեք, այս պատահականություններ են, թե այս օրինաչափություն։ Ես հստակ ինֆորմացիա չունեմ, բայց ենթադրություններով կարող եմ հաստատել, այսինքն պատկերացնենք, այո, ձեր պատկերացմամբ ճիշտ է այդ ամեն ինչը, որ ասպետ հնարավոր է որ ճիշտ լինի, որտեղ ես մի քանի անգամ էլ ասել եմ, Թրամփի ընտրվելուց հետո բավական բան փոխվեց, այսինքն մեր տարածաշրջանում հետաքրքրությունները լրի փոխվեցին։ Ես չեմ բացառում, մի քանի անգամ էլ ասել եմ, որ հնարավոր է որ ինչ որ համաձայնություն կա հիմա Թրամփի եւ Պուտինի միջեւ, որպեսզի Կովկասի վերահսկողությունը վերադարձվի, այսինքն Ռուսաստանին, ինչ ասենք դեմոկրատների շրջանում Ռուսաստանի դերակատարությունը պակսել էր մեր տարածաշրջանում, ավելի շատ Միացյալ Նահանգներն էր այստեղ տեսակ այդպես կարելի ասել զոննայողը եղել, բայց հիմա Թրամփը ընդհանրապես հետաքրքրություն չունի Կովկասով, եւ տեսնենք հետաքրքրված էլ չի, եւ այդ բաժինը հիմա ինչ որ բանի դիմաց թողել է Պուտինին, եւ Պուտինը եւ Ռուսաստանն է հիմա հիմնականում դերակատարը մեր տարածաշրջանում, եւ ով ցանկանա հաջորդ իշխանություն ձևավորել, ամեն դեպքում պարտավոր է գնալ եւ Ռուսաստանի համաձայնությունը ունենալ այս հարցում։ Բայց ես չեմ կարծում այնպես է լինի, որ ասենք Ռուսաստանը կամ Պուտինը պիտի, այսպես ասած, նստել են, սպասում են Հայաստանից մեկը գնա իրենց համոզի, որ ինքն է եւ միայն դրանց տված տվյալներով է իրենք վստահաբար իրենց ցանցերն ունեն, իրենց վերլուծական կենտրոններն ունեն, որոնք Հայաստանի քաղաքական դաշտը վերլուծում են մանրակրկիտ կերպով, կարողանում են հասկանալ, թե ինչ կա, ինչը տեղի լինում եւ ովքեր են հիմա հիմնականում դերակատարները հասարակության մեջ, որ ուժն է, ասենք համակրանք վայելում, ով ունի հնարավորություն։ Ես կարծում եմ այդ շատ բաները շատ բացահայտ է։ Եթե նույնիսկ այդ փորձերը կատարում են, ես կարծում եմ ապարդյուն ջանք է, որ կատարվում է, եւ տեսնում ենք մինչեւ այս պահը որևիցե, այսպես ասած, ներքին արձագանք դրական կերպով այս քաղաքական այս հոսանքի իմպիչմենտի կամ այս խավի կապակցությամբ տեսնում ենք գոյություն չի ունեցել։ Եվ օրինակի համար հենց վերջին ինչ որ տեխնացուի ներկայացնելուց հետո պետք է ինչ-որ ժողովրդային շարժում լիներ, ինչ-որ մարդիկ կային, ինչ-որ նշաններ պետք է լինեին, որ ժողովուրդը համակրում է, ցանկություն ունի այս ձևաչափով նոր տեխնացուով, նոր դեմքով առաջնորդել, բայց տեսնում են գոյություն չունի։ Միակ բանը, որ կարողացան անել, այդ էջմիածին ուխտագնացություն կազմակերպելն էր, իրենց ասելով իբր 5000 հոգի մարդ էին հավաքել, որ իսկապես հանրապետական կուսակցության համար ամոթալի է այս կատար իշխանության լինելուց հետո այս հսկայական ֆինանսական ռեսուրս ունենալու, ամբողջ լրատվական դաշտը վերահսկողության տակ ունենալու արդյունքում իրենց լայվերը տեսնում եք այդ մարդկանց, ովքեր իրենց կողմնակիցներն են, լայվ են մտնում կամ դիտումներ, որ ունեն 100,000-անոց դիտումներ ունեն, այդ 100,000-անոց դիտումներով կոչ են անում ժողովրդին եկեք մասնակցեք, բայց հազիվ էս կանում են մի քանի հազար մարդ դուրս բերել։ Սա ցույց է տալիս, որ իսկապես այդ խավը ժողովրդի կողմից համակրանք չի վայելում, եւ ես կարծում եմ դրանք բոլորը նկատելի են նաեւ ասենք ռուսական կողմի համար, եւ ես չեմ կարծում, որ եթե նույնիսկ գնալը այդպես ասած մի տեսակ այդ լայվերը դուք հաշվի մի առեք, տեխնոլոգիաները զարգացել են, այդ լայվի դիտումները հնարավոր է լինում գնել։ Ես գիտեմ, դրանք ամեն ռոբոտների բանի միջոցով է դրանք ապահովում։ Ըստ էության Հարգարժան երրորդ նախագահային մոլորեցնում են այս թվերի հետ առումով, բայց դա իրենց խնդիրն է, մեր խնդիրը չէ։ Մյուս կողմից դուք դեռ կտեսնեք տեխնացու Դավիթ Համբարձումյանի ուժը, ես լսել եմ, որ իր կոչով սեպտեմբերի 1-ին բոլոր երեխաները դպրոց են գնալու։ Տեսեք, թե քանի 100,000 մարդ է միանում այս կոչին։
Եկեք ես ասեցի Վարդավառը ավելի մոտիկ է, կարող են կոչ անել, ջուր ցանել իրար վրա, այդպես ավելի մեծ թվով Այո, կարող են ապահովել հրապարակում ոգևորությամբ, խանդավառությամբ դա ավելի լավ կլինի։ Սա Իսկ այդ սա կալանքա նմանվել է ամբողջովին նմանվել է Քաջ Նազարի հեքիաթին այդ շեդևրալ գործին, որտեղ Քաջ Նազարը հրամայում է, որ արևը պիտի արևածագին դուրս գա եւ մայրամուտին կորչի գնա, այնպես որ սպասենք զարգացումները։ Բայց Սա այդ ուրեմն արտասահման մեկնելու արգելքի վերացման կապակցությամբ միայն դա չի, բավական այդպես ասած հետաքրքիր քրական, այդպես ասած դատական վճիռներ բաներ են կայացվում։ Ես հիմա իմ ազնական պատկերացումն է, գուցե սխալվում եմ, չեմ սխալվում, 2018 թվականից հետո իմ համոզմամբ որոշ պորտֆելներ միասնաբար են վերահսկվում Նիկոլ Փաշինյանի եւ Միքայել Մինասյանի եւ այդ շրջանակի կողմից նախկին իշխանությունների։ Դրանցից մեկը ես հաստատ կասեմ, որ արդարադատության նախարարությունն է, որը միանշանակ Նիկոլի վերահսկողության տակ չի եւ ինչ որ կերպով նաեւ վերահսկվում է դեռ նախկինի կողմից, նաեւ որոշ ուժային կառույցներ հիմա ժամանակը գուցե ամենը բացահայտվի, ավելի կարելի է լինի հստակ, ասած տեսակետը։ շնորհակալ եմ, պարոն Մարգարյան։ Մենք վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանի կոչով ավարտում ենք մեր այսօրվա հարցազրույցը։ Շնորհակալ եմ, ստեսություն կհանդիպենք Ես եմ ես շնորհակալ։